Պարբերական հիվանդությունը ընտանեկան միջերկրածովյան տենդը գենետիկորեն փոխանցվող հիվանդություն է։ Մեր երկրում այն հանդիպում է յուրաքանչյուր 500-րդ մարդու մոտ։ Գենի կրող է աշխարհի բնակչության զգալի մասը։ Բժիշկը նշում է, գենետիկ հետազոտություն կատարվում է միայն այն դեպքում, երբ կան հստակ կլինիկական դրսևորումներ։ Գենետիկայի կենտրոնում մենք այս պահին ունենք 61000 պարբերական հիվանդություն ունեցող բուժառու։ Մենք աշխարհի մակարդակով առաջին, երկրորդ հորիզոնականն ենք կիսում մեր հիվանդության հաճախականության առումով։ Պարբերական հիվանդության առաջացման պատճառը գեներից մեկ զույգում առաջացած փոփոխությունն է, մուտացիան, որը բերում է ինքնաբորբոքային պրոցեսների պարբերական նոպաների։ Այդ պարբերական հիվանդության այդ գենը, որը կոչվում է NEFV գեն, կոդավորում է հատուկ մի սպիտակուց, որը կոչվում է պիրին սպիտակուց, եւ մեր օրգանիզմում այն ունի վերահսկիչ ֆունկցիա, այսինքն նա բորբոքային պրոցեսները վերահսկում է։ Երբ մենք ունենում ենք այդ մուտացիան, փաստորեն ունենում ենք ոչ նորմալ սպիտակուցի սինթեզ, որը կորցնում է մեր օրգանիզմում բորբոքային պրոցեսների վրա իր վերահսկիչ ֆունկցիան։ Եվ մենք արդյունքում ունենում ենք այդպիսի բորբոքային նոպաներ։ Բժիշկը հիվանդության հիմնական կլինիկական դրսևորումներն է նշում։ Որովայնի ցավը, կրծքավանդակի ցավը, որոնք սովորաբար ուղեկցվում են 96% դեպքերում մարմնի ջերմության բարձրացմամբ։ Մենք ունենք նաև ոչ այդքան հաճախ հանդիպող կլինիկական նշաններ, դա օրինակ հոդի այտուցներն են, հոդացավերն են, դա մաշկի ցան կարող է առաջանալ հատկապես սրունք թաթարին շրջանում։ Մենք ունենում ենք այտուցներ, որոնք իրենց բնորոշ շատ նման կարմիր քամիին ցան են առաջացնում։ Սա նույնպես պարբերական հիվանդության տիպիկ արտահայտություններից մեկն է։ Ախտորոշման համար իրականացվում է մուտացիաների որոշում։ Եթե ոչինչ չի հայտնաբերվում, հաջորդ քայլը նոր սերնդի հետազոտությունն է։ Նպատակն է ավելի լայնածավալ հետազոտություն կազմակերպելով գտնել կա արդյոք ավելի հազվադեպ հանդիպող հիվանդության համար պատասխանատու գենի մուտացիա եւ արդյունքում մենք հայտնաբերում ենք շատ նման պարբերական հիվանդությանը, բայց ավելի հազվադեպ հանդիպող։ Բժիշկը նշում է, պարբերական հիվանդության բուժման անկյունաքարը եղել եւ մնում է այն մեկ դեղամիջոցը, որը բուժառուները մշտապես ընդունում են, կանխելով հիվանդության ամենալուրջ բարդությունը՝ երիկամի ախտահարումը։ Հայաստանում այսօր առկա են երիկամի ախտահարման խիստ եզակի դեպքեր, ինչը մեծ հաջողություն է, նշում է բժիշկը։ Պարբերական հիվանդության եւ աուտոբորբոքային հիվանդությունների համաշխարհային կազմակերպության հետ ստեղծել ենք պարբերական հիվանդության վիրտուալ դպրոց, որի նպատակն է իրազեկել բուժառուներին, հարազատներին, խոսել նրանց հետ սոցհարթակներում պարբերական հիվանդության թեմայով, իրենց հուզող հարցերին պատասխաններ տալ եւ նույնիսկ մենք արդեն ունենք Zoom հարթակում կազմակերպված դասընթաց, որին ակտիվ բուժառուները մասնակցում են։ Հիշեցնում է, հիվանդությունը կարող է դրսևորվել ցանկացած տարիքում։ Նարեկ Ոսկանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։